հիմք ունեմ էլ իրանցից վերցրած դրա համար չեմ եկել։ Պարոն Սարգսյան, դուք նշեցիք, որ դիպուկահարները հայ չեն եղել, օտարազգի են եղել եւ սպանված են, ըստ էության գոնե ինձ համար դա նորություն էր, ինչ կան մարտի 1-ի ես գործ ուսումնասիրել եմ, ինչ տեղեկություններ էին, որ դիպուկահարները հայ չեն եղել, այդ դեպքում ինչ ազգի են եղել։ Դրանից ավել որևէ բան չեմ կարող այս բանին ասել, ինձ թվում է ում հարցը ուղղեցի, այս դեպքում պարոն Նահապետյանը, իրենք տիրապետում են այդ ինֆորմացիային, միայն թե մնում է պարզեն ում կողմից է հրամանը տրվել դիպուկահարների գործողությունների եւ ինչպիսի հանգամանքներում են սպանվել, շատ կասկածելի հանգամանքներում է դիպուկահարը սպանվել, ազգությունն էլ չեմ կարող հայտնել։ Բայց գիտեք։ Այո։ Այդ սպանվելու մասին ձեր տեղեկատվությունը որտեղից է։ Ես զարմանում եմ դուք ոնց չգիտեք էլի, ուղղակի դրա մասին Որտեղից եք տեղեկացել սպանվելու մասին։ չեմ կարող աղբյուրը ասել։ Չեմ կարող։ Հիմա եթե ես ասեմ դա հրապարակային, ինձ պետքա կանչեն որպես վկա արձաքնություն վերցնեն եւ այլն եւ այլն։ 18 թվականին հենց։ Այսինքն իսկ երբ պետք է ասեի մարզպետ աշխատած ժամանակ պետք է ասեի պետգույք աշխատած ժամանակ թե համայնքի ղեկավար աշխատած ժամանակ ես պետքա ուղղակի մարտի 1-ի հանգամանքներից խոսեի պաշտոն է, հա։ Այլ է ըստ էության համայնքի ղեկավար եմ, բայց այսօր պարոն Բաքոյանը հրավիրել է լսումների եւ ըստ էության այսօր Սիվիկին։ Լավ Ժորժ ջան, ես պետքա ելույթ ունենայի հերթագրվել չեմ իմանում կոնկրետ ժամանակահատվածը, բայց որ հետաքրքրվեք դուք էլ լրագրող եք դրանից հետո է, այո։ Այդ ծառայող է եղել, զորացրվելուց հետո կասկածելի հանգամանքներում սպանվել է։ Ռուս է եղել։ Եկեք տենց ռուս, կազախ, չգիտեմ, չինացի բան բացառման բանով չգնանք, էլի։ Ներողություն եմ խնդրում, ես չեմ կարող դրա մասին հայտնել, միգուցե ես սխալ գիտեմ ազգությունը, բայց գիտեմ, որ հաստատ հայտնի է։ Համակարգից եք իմացած։ Մեկը, որ հաստատ գիտեմ։ Հենց սպանվածի մասին հաստատ եք։ Այո։ Դիպուկահարը ազգանունով գիտեմ, բայց չեմ կարող հայտնել դրանից գտնվելու հանգամանքը պայմանավորված է մարտի 1-ի շուրջ, հա, ինչն է ձեզ օրինակ ամենաշատը անհանգստացել, որ այսօր քննարկման եք, ինչ հարցի պատասխան եք ուզում լսել։ Իմ համայնքի երկու բնակիչ է սպանված, Տիգրան Աբգարյան եւ Սամվել Հարությունյան։ Սամվել Հարությունյանի հայրը այստեղ է, Էդիկը Հարությունյան, Վեդի խոշորացված համայնքի էլ, երկուսն էլ բնակիչներ են եղել։ Այդ հանգամանքով պայմանավորված նաև ես անմիջապես մասնակցել եմ հանրահավաքներին երթերին փետրվարի, մինչև մարտը ուսանող եմ եղել երկրորդ կուրսի եւ շատ բաներ տեսել եմ իմ աչքով էլ, այնպես չի որ ինձ ինչ որ պատմել են։ Իսկ տեսել եք որ իշխանությունն ասում է Նիկոլ Փաշինյանը այն ժամանակվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանը հրահրեց այդ։ Ես առավոտյան հենց այդ հարցին պատասխանեցի ձեր գործընկերոջ եւ ասացի եթե Նիկոլ Փաշինյանը չզսպեր հավաքի մասնակիցներին միգուցե 100-ից ավել զոհ ունենայինք։ Այսինքն քարեր, մետաղներ վերցրեք, մետաղաձողեր կազմեք, այո, պաշտպանվելու զուտ ու ասում էր մնացեք այստեղ ժողովուրդ ջան, մի գնացեք սադրանքների, ստեղից մի հեռացեք, այսինքն քաղաքապետարանի հրապարակից, Ֆրանսիայի դեսպանատան այդ հրապարակից հեռու մի գնացեք, դուք բարիկադներ կազմեք ձեր իսկ անվտանգության համար, ձեզ պաշտպանելու համար։ Այսինքն փառավորվում է, դա նշանակում է զսպում էր հանրությանը։ Ինչ դրվագով ասում Փաշինյանը երբ որ այո ասում էր հոգիս փառավորվեց որ տեսա թե մարդիկ ինչպես են այդ ժամանակ ձեր ասած ձևերով ինքնապաշտպանվում։ Ես էլ եմ տեսել ու ունենք ավակ ընկեր ով տուժել է Արարատ համայնքի ղեկավարը Ասլան Ավետիսյան, եթե կհիշեք այն դրվագը որ գլուխը բռնած արյունա գալիս դա ինքնա, որից հետո իրեն սարքել են իբր կազմակերպիչ կամ խժդժություններ հրահրող եւ դատել են, այդ մարդը դատվել է, հետո ազատ արձակվել։ Այսինքն ով որ տուժել է, այսինքն ինքը ֆիզիկապես վնասվել է, հետո այդ մարդիկ դարձել են
կազմակերպիչներ եւ այլն եւ այլն։ Պարոն Սարգսյան, գնանք, այդ դիպուկահարը իրեն հատուկ այդ ընթացքում բերել են դրա համար, թե ինքը ինչ-որ միտեղ ծառայում էր։ Ինքը ծառայող է եղել։ Որ կարող է։ Չեմ կարող ասել։ Դե մենք հակամ հայ պետք է լինի։ Իրավապահներին էլի այդ հարցերը ուղղեք։ Ես կարող եմ մի բան սխալ գիտեմ ինֆորմացիա, ես դրա համար էի հարցը տալիս, ինձ համար ավելի հստակ բարձրաբանում ստանալու համար։ Ոչ, չստացա, ուստի խնդրում եմ դուք էլ հետևողական եղեք կամ եթե քննությունը թույլ կտա հասնի այն փուլին, որ հնարավոր կլինի անունները հրապարակել կամ ասել անձի ազգությունը ով է, ինչ է, որտեղ է ծառայել, թող։ Դուք 8 տարվա իշխանություն եք, ըստ ձեզ մարտի 7 տարվա մարտի 1-ը բացահայտված է, թե ոչ, եւ ովքեր մեղավոր։ Այո։ Իմ ներքին համոզմամբ այո բացահայտված է։ Ես չեմ կարող իմ համոզմունքը արտահայտել հիմա հրապարակային, բայց մոտավորապես պարզ է ովքեր են կազմակերպել, ոնց են կազմակերպել, ոնց են բանակը ներգրավել, ոնց են այդ սադրանքները կազմակերպել, խանութների թալանը, իրենց խմբերի միջոցով։ Փաստացի չեն կրում։ Անուններ հնչեցին, որ հետախուզման մեջ են, բացակայում են Հայաստանի Հանրապետությունից, մարդիկ կան, որ մահացել են էլի կասկածելի հանգամանքներում ինքնասպան են եղել։ Հիմա Ռոբերտ Քոչարյանին ով չի մեղադրում։ Իր իշխանության օրոք է եղել, այսինքն ով է անմիջական պատասխանատվությունը կրում։ Այդ 0038, եթե չեմ սխալվում, հրաման կա, դրա մասին էլ խոսվեց։ Ով է արձակել այդ հրամանը։ Գլխավոր շտաբի պետը։ Ում է անմիջական ենթարկում գլխավոր շտաբի պետը։ Հաստատ ոչ Նիկոլ Փաշինյանին։ Այո։ Ես 38 եմ հիմա, այն ժամանակ 20-21 տարեկան եմ։ Պարոն Սարգսյան, տեղյակ եք, որ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է խորհրդարանական լսումները եւ մասնավորապես Հայաստան խմբակցությունը հայտարարել է, որ նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու։ Ձեր գնահատականը նման հայտարարության։ Եթե Մայր Հայաստանը, որ ասեցիք, համարում են Հայաստան, հա, լավ, դե նույնն է, ինչ տարբերություն, մեծ հաշվով։ Եթե իրենք մեր 10 հայրենակիցների Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գնդակահարությունը, սպանությունը համարում են թատրոն, ինչ ասեմ, իրենց որակումների մեջ թող մի քիչ զուսպ լինեն, վերջի այսքան տարի անցել մեղավորները չեն պատժվել եւ հարազատները դեռևս ոնց որ իրենց հոգու հանգստությանը չեն հասել։ Ամեն դեպքում այս հետաքրքրությունը գործի հետ կապված ինչով է պայմանավորված, շատերը մեկնաբանում են, որ ընտրություններից առաջ փորձում եք այս հարցը բարձրացնել անընդհատ, որպեսզի մարդկանց նաև կրկին այսպես վստահություն ներշնչեք, որ գործը ամբողջապես բացահայտվելու է, մեղավորները պատժվելու են եւ այս ամենը օգտագործում է, այսպես ասած, իշխանության կողմից, որովհետեւ նաև այո, քարոզչական նպատակով, որովհետեւ նաև արտաշիրման մասին խոսվեց Պողոս Պողոսյանի։ Ինչու է այսքան կարևորվեց 7 տարի իշխանությունը եւ հիմա նոր այս հարցը կրկին օրակարգ է բերվում։ Այդ հարցը ինչ լուրջ եք տալիս։ Միեդի վճիռը չի պատճառ այսօրվա մեր հավաքվելու։ Երևի մենք ենք, չէ՞, Միեդին ասել 25 թվականի սեպտեմբերի 18-ին վճիռ կկայացնենք։ Երևի մեզ են, չէ՞, լսում։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը երևի պատվիրում է Միեդն էլ վճիռն է, չէ՞, կայացնում։ Սա է ամբողջ պատճառը, Միեդի վճիռը։ 2 ամիս անց, ուղիղ 2 ամիս առաջ եղել այդ վճիռը։ Մենք այսօր լսումները դրա մասին է։ Բայց ամեն դեպքում հաստատությունն ասում է, որ ապացույցներ չի ներկայացվել Միեդի կողմից կառավարության։ Իրենց կարծիքը եւ հայտարարությունները ներողություն, էլի ես պետքա հարց տամ։ Ավելի ճիշտ ելույթ պետքա ունենամ, դες էլ Քաղաքապետում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ինչպես կգնահատեք։ Մի քիչ թույլ էր 57-6-ը, մենք ավելի շատ բարձր արդյունք էինք սպասում, իհարկե, եւ 60-ից ավել պետքա Արգիշտի Մեխակյանը իր թիմով հաստատ հավաքեր, բայց սա էլ ոչինչ այս ջախջախի չախտանակ չէ։ Դե 50+1-ը արդեն ջախջախի չէ, եթե միանձնյա համայնքային Պարոն Սարգսյան, նայած քո դիմաց ովքեր են, հակառակորդներդ ովքեր են եւ
ուժերի ինչքան բաշխում կա քո դիմաց ու ինչ են փորձում անել, այսինքն իրենց մտքինը ինչ է Գյումրիի սցենարը կրկնել, եթե չի կրկնվում այս սցենարը, միանշանակ դա ջախջախիչ պարտություն է ընդդիմության համար։ Պարոն Սարգսյան, դուք էլի եք շարունակում ինքներդ ձեզ պարգևավճար դուրս գրել, որովհետև նախորդ տարի Էդ էլ պատասխանեմ, պարոն Կիրակոսյան, տեսեք, պարգևավճար ես ինքս ինձ իրավունք չունեմ տալ։ Դա ինձ տրվում է ավականու որոշման։ Կողմ եք քվեարկել այդ որոշմանը։ Ես ավականու անդամ եմ։ Հա ինքներդ ձեզ պարգևավճար։ Եթե հարցը բերվել է օրակարգ, ես կարող եմ իմ դիրքորոշումը պարզ արտահայտել։ Այսինքն ես դեմ լինեի, իմ ֆրակցիան պետքա կողմ լիներ, եթե պետքա դեմ լինեի, կասեի ես հարցը չենք բերում օրակարգ։ Հարգելի ավականու անդամներ, այսինքն մենք մեզ հոձեռք չենք առնում, հարցը բերենք, այո, որովհետև աշխատակազմը իրավունք ունի իմ կողմից պարգևավճար ստանալ, իմ որոշմամբ եռամսյակը 1, կիսամյակը 1, ըստ կատարողականների, ըստ արդյունքների, այսինքն մարդիկ ստանում են 100, երբեմն 100 եւ ավել տոկոս տարվա ընթացքում համայնքի ղեկավարը, որը տիրապետում է, հիմա դրան եմ պատասխանում, ես չեմ գնահատում իմ աշխատանքը, եթե իմ ավականին ընտրված մարմինը դեմ լիներ, իմ աշխատանքը չգնահատեր, դեմ կքվեարկեն եւ ես չէի ստանա։ Իսկ ավականնում ենթական է։ Տենց լավ չի ասեք падգամավորները ինչ որ մեկի ենթական են, նույն ընտրված մարմինը։ Ես էլ եմ ավականու անդամ, իմ հավասարազոր գործընկերներն են ավականները։ Ոնց են իմ ենթակաները։ Իմ ենթակաները ուղիղ իմ կողմից նշանակված կադրերն են, ում ես անձամբ նշանակում, ես իրենց չեմ նշանակել, իրենք ընտրվել են։ Այնուհանդերձ դուք կարծում եք, որ ձեր աշխատանքը լավ էի կարել, որ արժանի էիք 100%-ով պարգևա։ Ես չեմ գնահատում, կարող եք գալ վեդիում հարցում անել իմ աշխատանքը դրական է գնահատվում մեր բնակիչների կողմից, թե բացասական։ Խնդրում եմ, մի օր եկեք համեցեք հարց։ Մասնակցությունից այդքան էլ գողջակ վաղաշապատում եւ ավելի շատ նաեւ թվերից նաեւ Շատ լավ էր, արդյունքներն էլ գոհացուցիչ էին, բայց կարող էր ավելի լավ լիներ, միշտ ավելի շատ լավ աշխատելու տեղ կա։ Այսինքն Հա, ինչ վատ կլիներ, որ ասենք ունենենք 20, 21, 22 մանդատ։ Հիմա ունենք 19, էլի դժգոհ չենք, գոհ ենք։ 19-ը։ Եվ բարերի արդյունքները ամփոփելով Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա լավ խթան էր Մայրաթորի հետ կապված ինչ պլաններ ունեք։ Այսինքն ես ոչ մի պլաններ չունեմ։ Կանաչ լույսը ունենք էջմիածներից ստացել եք այդ կանաչ լույսը, որ Վեհարանը իր խոսքով ազատագրել է։ Չեմ մեկնաբանում, հարգելիներս, ես Վեդի համայնքի ղեկավարն եմ։ Վեհարանի գրոհելու, ազատագրելու հարցերով չեմ զբաղվում։ Նախ սխալ եմ համարում նման ձևակերպումները, դե հիմա տարբեր ձևակերպումներ կան։ Խնդիր չկա, ազատագրվում է, Դուք դեմ եք այդ գործընթացի, որ իրականացվում։ Դեմ եմ սրբապիղծներին մաքրելու, հա, Վեհարանից, ոչ իհարկե։ Բա դա ենք հարցնում դուք Վեհարանն են ազատագրում, Վեհարանի դեմ մենք ոչինչ չունենք։ Վեհարանն են գրոհում, ես գրոհելու հետ որևէ խնդիր չունեմ։ Մենք չենք գնալու զենքերով, զորքով, խնդրում եմ այլ կերպ մի ձևակերպեք, այլ եզրույթներ մի կպցրեք, էլի։ Իրենք պետքա ինքնակամ հեռանան։ Ինձ թվում է ժամանակը մոտ է։ Շնորհակալություն էլի, եկեք